կապված, խորի շնորհակալություն էինք հայտնում Ալիևին եւ արդեն մեղադրական վճիռներն են հրապարակվում, ըստ էության բոլորին ցմահ ազատազրկում։ Խնդրեմ, եզրափակիչ խոսքով հանդես են եկել մեր նախագահները, զինվորականությունը, չընդունելով այն կեղծ շինծու մեղադրանքները, որով իրենց այսօր։ Բայց Արայք Հարությունյանն ընդունել է, չէ՞, ես ինչքան գիտեմ։ Ուրեմն նախ եւ առաջ ես հպարտանում եմ մեր Արցախի նախագահներով, Ռուբեն Վարդանյանով եւ բոլոր այն ռազմաքաղաքական ղեկավարներով, ովքեր գտնվում են Բաքվում եւ այդ կտանքների, տանջանքների, ցմահ ազատազրկման սպառնալիքի տակ իրանք Արցախի էջը չեն փակում այսօր։ Իրանք չեն համարում, որ իրանք գործել են հանցագործություն, իրանք չեն համարում, որ մեղավոր են։ Արայք Հարությունյանը հետևել եմ եւ մի քանի դրվագներով տարբեր բաներ խոստովանել է։ Իհարկե Արայք Հարությունյանը նույնպես գտնվում է գերության մեջ եւ ես ավել բան չեմ թույլ տա, սակայն Արայք Հարությունյանին հորդորում եմ, որ նա օրինակ վերցնի մեր նախագահներից Արցախի մնացած եւ այն ռազմաքաղաքական ղեկավարներից, ովքեր իրանց տղամարդու պես են պահում, լինելով նույնիսկ Բաքվում։ Եվ կցանկանամ ասել, որ Բաքվում գտնվող մեր հայրենակիցների պատճառը ամենա մեղավոր անձնավորությունում պատճառով նրանք հայտնվել են Բաքվում, դա Նիկոլ Փաշինյանն է։ Եվ այդ ոնց եղավ, որ Սամվել Բաբայանները եւ մնացած ովքեր պետքա գային եւ Նիկոլ Փաշինյանի PR-ը այստեղ անեին, Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալների միջոցով անխափան լքեցին, պարիկ դնելով Արցախը, իսկ այն մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանի հետ գործով չէին եւ ովքեր պայքարում էին Արցախի ինքնության եւ անկախության համար, իրանք հիմա գտնվում են Բաքվում։ Այս ամեն ինչի համար էլ համ Ալիևը այո, դա խայտարակություն է, դրանք թուրք են, դրանք չեն կարա հայ լինեն։ Դրանք այդ խզմալյան, մզմալյան բան, դրանք Եվրոպայից ֆինանսավորվող, Թուրքիայից ֆինանսավորվող տականքներ են, ովքեր Նիկոլ Փաշինյանի նման պետքա պատասխանատվություն կրեն, երբ Նիկոլ Փաշինյանի պատասխան տալու ժամանակը գա։ Ես մենակ մի բան կարամ մաղթեմ մեր Բաքվում գտնվող իմ հայրենակիցներին, նրանք պետքա ունենան կամք, պետքա աղոթեն առ Աստված, որպեսզի ուժեղ լինեն, ամուր լինեն, միջև այս հարցը լուծվի, որովհետև այլ բան հնարավոր չէ անել, որովհետև մեր ղեկավարությունը ճակերտների մեջ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ալիևից շատ է ուզում, որ դուք մնաք Բաքվում։ Եվ այս անձնավորության գործած հանցագործությունները միանշանակ պատժվելու են օրենքի ողջ խստությամբ։ Եվ ես նաև կցանկանամ Սամվել Բաբայանին եւ այդ Խզմալյանին ասել, որ դուք հայ չեք, դուք Արցախում գտնվող Ռուբեն Վարդանյանի դեմ, ով միշտ Արցախին օգնել է, ով միշտ եկեղեցի է սարքել, ով միշտ ամեն ինչ արել է, որ արցախցին լավ ապրի եւ ոչ միայն Արցախին, այլ Հայաստանի Հանրապետության համար դուք նրա դեմ գործ եք տվել ադրբեջանական լրատվականով։ Դուք Սամվել Բաբայան, նամանավանդ դու Այն մեկն էլ Ուկրաինայի, մեկ Ուկրաինայի, մեկը Ադրբեջանի ազդեցության գործակալ եք եւ այդքան որ գործակալներից եք խոսում, նաեւ պետքա Մարիա Զախարովայի ասեմ, ով փաստացի ասեց, որ եթե գործակալներ եք ման գալիս, Նիկոլ Փաշինյանը մեր ամենաառաջին կլիենտն է, գործակալն է։ Так что պետք չի վեհապարի եղբորը, տարբեր քաղաքական ակտիվիստների եւ այն մարդկանց ում ձայնը լսելի ով շատ հետևորդներ ունենով ուղիղ ձեր երեսին ասում են ինչ անում եք, իրանց սարքեք գործակալ։ Դուք ձեր գործակալ լինելու մասին մտածեք եւ ձեր պատասխան տալու մասին մտածեք, որը շատ հեռու չի այդ օրը ու ժամը։ Շնորհակալ եմ։